Էմոցիաները միայն լավն են ու շատ էմոցիոնալ եվրոպական տարի ստացվեց այս տարին, պատմություն կերտեցինք, դրանից ավել երևի ոչ մեկ չէր սպասում ու հպարտ ենք, որ կարողացանք անցնել հաջորդ փուլ play-off փուլ ու շարունակում ենք պայքարը։ Կցանկանայի ճշտել վնասվածք ունեք, թե ոչ։ Հա, փոքրիկ վնասվածք ունեի ԲԿՄ-ի խաղից հետո, մի քիչ ռիսկ կար խաղալու համար, դրա համար ռիսկի չդիմեցինք, որ զբոսրերը կարողանամ թիմի հետ սկսել։ Հովհաննես, թիմը արդեն իսկ գերազանցեց նախորդ մրցաշրջանի ցուցանիշը։ Եթե նայենք այս կազմին, որքան պոտենցիալ եք տեսնում, ինչքան կարող է իր ուժերի սահմաններում թիմը առաջ գնալ եվրոպական մրցասպարեզում։ Մենք արդեն ցույց ենք տվել, որ ցանկացած մրցակցի հետ կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ, պետք է պատրաստվենք լավ բարձր մակարդակի, որովհետև play-off-ում էլ ավելի լավ թիմեր են գալու եւ պայքարենք։ Երկու խաղի արդյունքում կտեսնենք, թե կարող ենք առավել անել, թե ոչ։ Այս մրցաշրջանում մի քանի խաղ եղավ, որ թիմը քիչ դժվար սկսեց, գոլ ընդունեց, բայց մի շարք դեպքերում նաև պատասխան գոլը խփեց, հաղթեց։ Ձեզ ինչու է այդպես ստացվում։ Թիմը լավ փոփոխությունների շնորհիվ է, թե բնավորության շնորհիվ է, բացառությամբ իհարկե այսօրվա խաղի, որ կարողանում է հաղթահարել դժվարությունները հենց խաղի ընթացքում։ Իմ կարծիքով բնավորությունն է եւ հավատն է, որ կարող ենք եւ տղաներն էլ են զգում, որ կարող ենք եւ ֆուտբոլը նես բան է, որ չես կարող պլանավորել խաղի ընթացքում ինչա լինելու, միայն պայքարում ես վերջի սուլիչը եւ պետք է տա մրցավարը եւ շատ ժամանակ ստացվում է մեր մոտ միջև վերջ պայքարել եւ հավատի շնորհիվ, միասնականության շնորհիվ արդյունքի հասնել։ Մի հարց էլ, այս մրցաշրջանում շատ ենք տեսել, որ դու մարզչից զուգահեռ կամ ինչ որ առանձին դրվագներով շատ ֆուտբոլիստների փորձում ես հուշել, երբ որ պայստայինների նստային ես գտնվում, արդյոք դա նշանակում է, որ քեզ տեսնում ես մարզչական գործունեության մեջ եւ այդպիսի պլաններ ունես։ Չգիտես, բոլորի մոտ այս կարծիքա ձևավորվում, բայց ուղղակի էմոցիաները, որ չեմ կարող տիրապետեմ եւ փորձում եմ, եթե խաղադաշտում չեմ, խաղադաշտից դուրս օգնեմ խաղընկերներիս։ Փորձի շնորհիվ եւ լավ մտնոլորտ ստեղծելու շնորհիվ։ Հովհաննես, եւ դուք անձամբ ինչ եք կարծում, արդյոք պետք է հայ ֆուտբոլիստներ ներգրավեն թիմում, հատկապես ծնեռային տրանսֆերային։ Չեմ կարող ասել թիմի տրանսֆերային քաղաքականությունը իզև կլինի, թիմն է որոշում, ոնց որոշեց, տենց էլ կլինի։ Նաև մի հարց, ինչու է այսքան տարբերվում թիմի խաղը Եվրոպայում եւ Հայաստանի առաջությունում։ Հոգեբանության հարց է, թե այլ ինչ-որ հարց կա։ Իմ կարծիքով հոգեբանության հարց է, որը որ ընթացքում կդզվի եւ էլ ավելի լավը կդառնա։ Միայն դա ուղղակի շատ խաղեր են, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն է եւ պետք է հասկանանք, որ շատ ժամանակ հնարավոր չի լինում թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն վերականգնվել։ Всё։ Բարի հանգիստ։ Ձեզ էլ Միկրոֆոնները չեմ տալի։ Всё, merci շատ։